Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Այսօր մեր տաղավարում իսկապես նորից հյուրընկալել ենք մի անձնավորության, ում հետ ցանկացած հանդիպում կարող է դառնալ շատ ոչ միայն բեկումնալից, այլ անակնկալ այսպես փաստերի, բացահայտումների եւ իհարկե նաեւ նրա ինքնատիպ կարծիքը մենք մեծ հաճույքով միշտ լսում ենք Փակ TV-ում։ Այդ անձնավորությունը Հայաստանի պետական, այսպես ասած, կայացած գործիչներից մեկն է Պարույր Հայրիկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հայրիկյան, դե ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար։ Սկսենք երևի այն մեծ անակնկալից, որ հայտնի դարձավ մեկ օր առաջ, դուք մինչ այդ դրվարտանքի բավականին ջերմ խոսքեր եք ասել Դոկ կուսակցության նրա առաջնորդի հասցեին եւ հանկարծ պարզվում է, որ չեք գնալու դաշինքով ընտրությունների, ինչու։ Ես իմ դրվարտանքի խոսքերից համեմատական իմաստով ետ չեմ կանգնում, որովհետեւ փաստորեն հայ իրականության մեջ գոնե մինչև 2 օր առաջ նույնիսկ Հայաստանի համար փրկարար ծրագրի կողմնակիցները չէին համաձայնում, որ դա պետք է առաջնահերթություն համարվի։ Խոսքը վերաբերում է բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագծի ընդունումը, որի մասին ընտրություններից անկախ այսօր էլ կարելի է խոսել եւ այդ ուղղությամբ աշխատել, որովհետեւ հանձնաժողով կա։ Մեզ համար անակնկալ, բայց մյուս կողմից ինչ որ չափով սպասելի էր, որովհետև շտաբի պետը Լևոն Բաղդասարյանն էր, անակնկալ նրանք հայտարարեցին, որ պատրաստ են դա ոչ թե ճանաչել, այլ առաջնահերթություն դարձնել, որի արդյունքում 17 քաղաքական ուժ դարձավ կողմնակից, բայց միայն մեկն էր ասում, որ դա մենք կհայտարարենք մեր գլխավոր նպատակը։ Եվ հիմա կազմակերպականի մասին ասեմ, մեզ մոտ միայնակ որևէ մեկը որոշում չի ընդունում, ես որ Պաստորեն 58 տարի ԱՄԿ-ային ղեկավարն եմ, ստեղծվել է 60 տարի առաջ, բայց 58 տարի այնպես է ստացվել, որ ես եմ եղել առաջնորդը, բայց ես երբեք ինքնուրույն որոշում չեմ ընդունում, կա խորհուրդ, նախագահությունը քննարկեց եւ քննարկումով որոշեց, քանի որ մենք հայտարարել ենք սկզբից, ասել ենք, որ այս ընտրություններին մենք չենք մասնակցի, այսպեսի խուժան սահմանադրությամբ, խուժան ընտրական օրենսգրքով կարող են ընտրությունների գնալ միայն նրանք, ովքեր որ ծանոթ չեն բացարձակ ժողովրդավարության նման գանձին։ Իսկ մենք դրա տերն ենք եւ մենք ինչպես կարող ենք մեզ թույլ տալ նման է նրան, որ դու մաքուր ջրի փոխարեն որոշես ճահճաջուր խմել։ Դրանից մեկի օգուտ չկա։ Ու շարունակությունը հետեւյալն էր։ Մենք ասել ենք, որ բացառիկ դեպքում այս ընտրություն կոչված միջոցառումը կարող ենք օգտագործել, եթե ձևավորվի դաշինք եւ այդ դաշինքը իր առաջնահերթ նպատակը համարի բացարձակ ժողովրդավարության սահմանադրության ընդունումը, որից հետո Հայաստանի քաղաքացիները դառնում են իսկապես առարկայորեն դառնում են երկրի տերը, Հայաստանը դառնում է աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը եւ համաշխարհային փոփոխությունների հիմքում է հայտնվում, ինչպես եղել է ժամանակին դրախտավայր Հայաստան, փաստ է Աստվածաշնչով, հայերը չեն դրա մասին գրել, Նոյան տապան, էլի Հայաստան, համակարգված քրիստոնեական կրոնը համակարգված ընդունելու օրինակը Հայաստանը առաջինը պետականորեն, այսինքն պետական համակարգով։ Հիմա էլ այդ գիծը շարունակելով Հայաստանը կդառնար, եթե մենք արդեն համաձայնության եկած լինեինք քաղաքակրթության զարգացման ամենաբարձր աստիճանում գտնվող եւ մյուս պետությունների համար ճանապարհ բացող երկիր։ Դա շատ տեսական գիտական հարց է, որը ես հեշտությամբ կարողանում եմ ապացուցել, մեր քաղաքակրթության հիմքում ընկած է խտրականության մերժումը, բայց քաղաքական գործընթացներում խտրականություն կա։ Ընտրությանը մասնակցած բոլոր քաղաքացիները չէ, որ պարլամենտներում ունենում են իրենց ներկայացուցիչը։ Իսկ դա նշանակում է նրանք, ովքեր ունեն, նրանք արտոնյալ են, նա որ մասնակցել է ընտրության, բայց չունի, նա խտրականության է ենթարկվում։ Մենք կարողացել ենք այդ խտրականությունը նույնպես վերացնել։ Ուրեմն ասել ենք, որ եթե ինչ-որ քաղաքական ուժ կասի, որ ինքը աջակցում է այդ գաղափարին, այսինքն առաջնահերթ խնդիրը դա է համարում, մենք նրա հետ դաշինք կազմենք։ Եվ երբ իդեմս Լևոն Բաղդասարյանի մենք ստացանք հրավեր, այսինքն իրենք եկան ասեցին, մենք համաձայն ենք, անցյալում ունեցած
տարաձայնությունները մեղմ ասեմ, դրանք էլ համարում ենք անցած, սուր բաների համար ներողություն ենք խնդրում, նույնը ակնկալում ենք ձեզնից, միասին մենք համաձայն ենք ձեր ծրագրին, մենք համաձայնեցինք։ Մեր մոտեցումը մեր այդ հարցին կարևորություն տալը այնպեսի բարձր մակարդակի վրա էր, որ ընթացիկ բոլոր հարցերը մենք շարքից հանեցինք։ Մանավանդ ամեն ինչ շատ էր հեշտանում, դե գիտեք, մարդիկ կան, որ դրանց մարդ կոչելն է ճիշտ անասնական մտածելակերպով, որ ասում են ոնց պիտի ընտրվենք, ընտրության մեջ պիտի աթոռ ունենանք եւ այլ, այսինքն նյութին կարճած մեր մոտ այդ բանը չկար եւ երբ ես խոսում էին նախ յուրայիններ հետո հանրայիններ ինձ բոլոր մարդկանց որ առաջարկում էին լուրջ կազմակերպություններ առաջարկել են լուրջ անհատներ որ եթե դու դառնաս վարչապետի տեխնազու քո շուրջը կարող է զգալի քանակությամբ մարդ հավաքվել նախ անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագրի իրականացման օրինակով եւ երկրորդ 96 թվականի օրինակով երբ ես միասնական ճակատ ստեղծեցի ընդդիմության իմ տեխնազությունը չդնելով Հիմա քանի որ ես իմ տեխնացությունը ընդհանրապես ասել եմ, ես չեմ մասնակցելու անձամբ։ Քաղաքական ուժը կմասնակցի, ես էլ կլինեմ շտաբի պետը, բայց ոչ վարչապետի տեխնացու, ոչ էլ ես այդտեղ չկամ։ Հարցնում էին, կարող եք քո երկքաղաքացի, երրաքաղաքացի, չորս քաղաքացի լինելն է պատճառ, ասում եմ ոչ։ Հայաստանում միշտ հաշվի են առել, որ Հայաստանը հայրիկյանը իր կամքով չի դարձել Ամերիկայի քաղաքացի, Ֆրանսիայի, Կանադայի, իրեն արտաքսել են։ Եվ հետո իրեն շնորհվել է այդ բոլորը։ Եվ հայրիկյանը, այսինքն բոլոր ընտրություններում ես եղել եմ երկքաղաքացի, բայց բոլորը հասկացել են, որ դա այն դեպքը չի, երբ դու կամավոր ինչ-որ բաներ ես անում։ Ասի չէ, դա չի պատճառը։ Բացարձակ ժողովրդավարության գաղափարը այնքան կարևոր է մեր ազգի համար, նաև մարդկության համար, որ ես սկի չեմ էլ դնում իմ տեխնազությունը։ Ուրեմն, ես ինչի այսպես մանրամասն ասացի, մենք մեր գործընկերներին ցուցակների հարց եւ այլ, ասենք մեզ համար 10-րդական է։ Այո, մենք տալիս ենք 12 հոգու անուն, բայց մեզ համար 10-րդական է։ Կարևորը որ նպատակասլաց գնանք բացարձակ ժողովրդավարության սահմանադրության ընդունմանը, մանավանդ այսօր Նիկոլի ձախողման պայմաններում։ Գիտեք, չէ՞, էլի ձախող։ Մի անգամ էլ ասեցին մարտին կլինի նախագիծը, էլի խափեցին, էլի չկարողացան։ Իմպոտենտ եմ բառի իսկական իմաստով, քաղաքական իմաստն է խոսքը իհարկե։ Եվ այդտեղ, ասենք մեր հետ որևէ վեճ չկար։ Համել սկսեցինք լսել թե իրեն շտաբի պետն ինչ է առաջարկում։ Շտաբի պետն ասեց մենք դաշինքով պիտի գնանք, ասի մենք մեր պայմանն էլ դա է, գնալ դաշինքով, համագումար հրավիրվեց իրենց առաջարկով, որևէ մեկ եթե սպասում է թե ես վատ բան պիտի ասեմ, սխալվում եմ, որովհետև նախընտրական այս փուլում ընդդիմադիր որևէ ուժի մասին այդպես ոչ սկզբունքային վատ բան ասելը ընդհանրապես պարկեշտ չէ, որովհետև հիմա պայքար է գնում, գիտեք, բայց վատ բան իրականում էլ չկա։ Ուղղակի նրանք որոշել էին, որ մեր ասացի համաձայն կգնան դաշինքով, հետո մեզ տեղեկացրին, որ իրանք դաշինքով գնալ չեն ուզում։ Դուք պատկերացնում եք, դաշինքով գնալու դեպքում դու պետք է համագումար գումարես, հրավիրես։ Մենք տեղեկացրել էինք 240 մարդու, 224 հոգի պատգամավոր մերոնցից եւ հյուրեր։ Հետո մեզ ասում են, որ նախընտրել են համարում դաշինքով չգնալ։ 2 տարի մենք նկատեցինք։ Դաշինքով գնալը ոչ միայն ծախսատար է, այլ ավելացնում է շեմը, որը գիտեք, բացարձակ ժողովրդավարության նախագծում շեմ գոյություն չունի։ Շեմը մեկ պատգամավորի համար անհրաժեշտ ձայների քանակն է, ոչ ավելի։ Եվ կարող է ուրիշ նկատառումներ էլ կար, բայց մենք չխորացանք այլևս, մենք մեր պայմանները կրկնեցինք, իրենք ասացին, որ այդ պայմանները ընդունելի չեն, այսինքն անպայման դաշինքով գնալն էր կարևորը, դե ընդունելի չեն, մենք ինչպես սկզբից որոշել էինք, մարտի 30-ին մեր հայտարարությամբ, որ այս խուժան ընտրությանը չենք մասնակցելու։ Որովհետև ասում ենք, մենք մաքուր ջուր ենք խմելու։ Եթե ջուրը խմում պիտի լինի մաքուր։ Դա է հիմնական պատճառը, այնպես որ ինչ որ հատուկ վերաբերմունք, հակակրանք, թշնամանք կամ ծրագրերի տարբերակում չկա։ Իրենք էլի մնում են բացարձակ ժողովրդավարությունը առաջնահերթ համարող, այն որ ասում եք գովասանքի խոսքեր, հենց դրա այդ առիթով է ասվել, որ մենք շնորհակալ ենք, որ մեր իրականության մեջ գտնվեց քաղաքական ուժ, որը ոչ միայն ճանաչեց բացարձակ ժողովրդավարության սահմանադրության կարևորությունը, այլ հայտարարեց, որ դա առաջնահերթ խնդիր է։ Իդեպ ասեմ, որ դա նշանակում էր, եթե մեր տարբերակով գնայինք առաջ, 3-ից ընտրություններից 3-4 ամիս հետո, ամենաշատը 6 ամիս հետո նոր ընտրություններ, առանձին վարչապետի ընտրություն, առանձին ազգային ժողովի ընտրություն, ազգային ժողով, որը ոչ մի շեմ չէր ունենա, կընտրվեր ընդամենը 2 տարով, նույնը վերաբերում է վարչապետին։ Սա է նախապատմությունը, սարսափելի ոչինչ չկա, որովհետև մենք
ունենք նախնական որոշում, հիմա մենք մեր նախնական որոշման շրջանակներում ենք։ Եվ քանի որ խոսք գնաց նորից այդպիսի ինչ որ մի երևույթի մասին, երբ վերջերս նաև շատ խոսքվեց Դեմիրճյան դոկ այդ հակամարտության, որ իբր թե բան է եղել, հայտարարվեց դոկի շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք ընդունում են Դեմիրճյանի առաջարկը բանակցությունների պատրաստ են, բայց պարզվեց, որ անձը ով միջնորդ էր եղել, նա պարոն Բաղդասարյանին գրել էր ընդամենը 2 տող։ Պարոն Բաղդասարյան, Դեմիրճյանը պատրաստ է բանակցությունների, փոխանակ գրի պատրաստ չէ, որտեղ Դեմիրճյանը իրեն ասել էր ես պատրաստ չեմ, դեռ չենք էլ մտածում այդ մասին։ Մի տարի պատճառով ոչ թե պատրաստ է, այլ պատրաստ չէ։ Տեղի ունեցել խմբագրական սխալ եւ մի բաժակ ջրում փոթորիկ բարձացրին, որոշ լրատվամիջոցներ հասցրեցին, բաց ոնց բանեց, ոնց սիրելի բարեկամներ, սա շատ այսպես նախընտրական շրջան է եւ լինում են նաեւ նման վրիպումներ, բայց չի կարելի խմբագրական մի վրիպման համար փորձել ճշնամություն մտցնել երկու կուսակցությունների միջև։ Այնպես որ դուք ինձ հասկացաք, ուղղակի մարդը, որը բանակցել էր պարոն Ստեփան Դեմիրճյանի հետ, նա գրել էր Լևոն Բաղդասարյանին, որ նա պատրաստ է փոխանակ պատրաստ չէ։ Եվ ինքը դրանից հետո ներողություն խնդրեց եւ Ստեփան Դեմիրճյանից եւ պարոն Բաղդասարյանից, ասելով, որ կներեք այդ խմբագրական վրիպակի համար ես խնդրում եմ մի քիչ մեծահոգի մոտեցեք եւ փրկաշո ոնց որ կարգավորվեց։ Անկեղծ ասած ես դրան լսել եմ, կարևորություն չեմ տվել առանձնապես, որովհետեւ նախընտրական բանակցություններում հազար բան կարող է լինել։ Բայց խմբագրական վրիպակը ոնց կարելի է սարքել։ Մեր դեպքում մենք նախընտրական բանակցությունների ընթացքում ինչ որ բան ենք որոշել, կողմերից մեկը հետո որոշում է, որ ավելի հարմար է գնալ, ասենք, ոչ թե դաշինքով, բնական է, բանակցության փուլում ես գտնվում։ Իհարկե, հասկանալի։ Վտանգավոր է նրանց համար, ովքեր որ փրփուրներից են կախվում։ Մենք փրփուրներից չենք կախվում։ Մեզ համար այս ընտրությամբ չի սկսում հայ ժողովրդի պատմությունը եւ մանավանդ սրանով էլ չի ավարտվում։ Պարոն Այրեկյան, մեկ օր հետո բոլոր այն ուժերը, որոնք ձեզ հետ համատեղ գործում են, որոշել են դուրս գալ մի, այսպես ասած, բողոքի ցույցի եւ պահանջել, որպեսզի Փաշինյանն ու իր թիմակիցները ասեն նրանց, որ իրավունք չունեն մասնակցելու առաջիկա ընտրություններին։ Ինչու՞ միգուցե դուք բացեք փակագծերը։ Խնդիրը վերաբերում է, այո, այսօր քննարկվում է, բայց խնդիրը վերաբերում է ամսի 23-ին տեղի ունենալիք բողոքի ցույցին։ Քաղաքապետարանը իրազեկված է, մարդիկ տեղյակ են, քաղաքական ուժերը անցած մեր նախորդ ցույցի ընթացքում համերաշխություն կուսակցությունը, Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը, նրանք նույնպես մասնակցեցին, հասկանալով, որ կարևոր հարցի մասին է խոսքը։ Սա պիտի բոլորը ընկալեն։ Առաջիկա ընտրությունները դրանք կուսակցական ընտրություններ են, այսինքն քաղաքացին ձայն է տալիս կուսակցությունների։ Կուսակցական գործունեությունը ունենում է նախընտրական փուլ, ընտրական գործընթաց եւ յետընտրական։ Այդ բոլոր գործընթացները կարգավորվում են կուսակցությունների մասին սահմանադրական, կրկնում եմ, սահմանադրական, այսինքն սահմանադրությանը հավասարազոր օրենքով։ Եվ երբ ակնհայտ դարձավ եւ անառարկելիորեն ակնհայտ դարձավ այն աստիճանի, որ դատախազությունը կարգամել է, դատախազությանը հաղորդում է ներկայացված հանցագործության վերաբերյալ եւ դատախազությունը եթե նախկինում խուսանավում էր, ասելով փաստեր չկան, այդպեսի պատասխան եմ ստացել նախկինում, կամ ընդհանրապես ասում են, որ մենք սահմանադրական գործընթացները վերահսկելու իրավասություն չունենք։ Բայց հիմա արդեն ստանալով եւ փաստերը, մենք հատուկ փաստերը ստեղծեցինք, ուրեմն 9 անգամ դիմել էինք մեր սահմանադրության քննարկման առաջարկով 9 անգամ իրենք խուսանավել էին, արդեն 10-րդ անգամ ներկայացնելիս անում էին մեծ խմբերով։ Մեծ ասելով նկատելով 20-ից 30 հոգի։ Հանրագիր տալու համար 1 հոգին էլ բավական է, բայց մենք 20-30 հոգով էին գնում, նկարահանում, նույնը արդարադատության նախարարությանը ստացվեց այնպես, որ հիմա անառարկելի է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր ենթակաները, տվյալ դեպքում արդարադատության նախարարությունը կոպտագույն կերպով լկտիորեն
խախտում են կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը։ Այն օրենքը, որը կարգավորում է կուսակցությունների գործունեությունը բոլոր փուլերում, նաև այս փուլում։ Եթե օրվա իշխանությունները, որ քաղաքական ուժ են ներկայացնում, խախտում են սահմանադրական օրենքը, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, նշանակում է իրենք բոլորին նշան են ցույց տալիս ի սկզբանե։ Մենք խախտում ենք ձեր իրավունքները։ Դուք այս ընտրությունները ինչքան էլ ձեզ կոտորեք, ձեր իրավունքները պիտի խախտվեն։ Եվ քանի որ այդ խախտումը կատարողը ԿՊ կոչված կուսակցության ղեկավարն է եւ իր ենթակաները, քանի որ ինքը կառավարության մի մասը եւ իրավապահ համակարգը դարձրել է կոռուպցիոն հանցախումբ, այս այն հանցագործությունները, որոնց մասին ես խոսում եմ, լավագույն դեպքում իրենց համար անփութություն, ոչ լավագույն դեպքում իշխանության չարաշահում, ապօրինի վարձատրություններ, ինքնիրավչություն, դրանք բոլորը կոռուպցիոն հանցանքների ցուցակում են։ Բնական չի, որ այս պայմաններում այն քաղաքական ուժերը, որ առաջնորդվել են այդ օրենքներով, մի ճշտում կատարեմ, այդ օրենքից եթե մի տառ որևէ կուսակցություն խախտում է, կուսակցության գործունեությունը կասեցվում է։ Մի տառ եթե խախտի։ Հիմա, եթե օրինակ համագումար անեն եւ համագումարում չլինի պատգամավորների համագումարի նախապես գրանցված պատգամավորների կեսը, վերջ, այդ համագումարը չեղել եւ կուսակցությունը չի կարող մասնակցել ընտրությանը։ Այսինքն այն օրենքը, որով մեր քաղաքական դաշտի ժողովրդավարականության երաշխիքներն են տրվում, այդ օրենքը Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտել է։ Ավելի փաստացի առարկավերեն ասելու համար իրեն տրված է դիմում 10-րդ անգամ, ինքը այդ դիմումը փոխանցում է Արդարադատության նախարարություն, մեզ տեղեկացնում են, Արդարադատության նախարարությունից մեզ ասում են, մենք ստացել ենք վարչապետից ձեր փոխանցած հանրագիրը, ձեր առաջարկները, իսկ մենք տվել ենք պատրաստի փաթեթ, հայեցակարգ եւ սահմանադրական բարեփոխումների պատրաստի փաթեթ։ Մենք ձեր տված առաջարկները նոր սահմանադրություն գրելիս նկատի կունենանք։ Ես չեմ ձեզ տվել ինչ-որ բան նկատի ունենալու համար, ես ձեզ տվել եմ արդեն 12 տարի պատրաստ եւ պետական շրջանառության մեջ գտնվող Հայաստանի 17 կուսակցությունների հավանության արժանացած սահմանադրական բարեփոխումների նախագիծ, ոչ թե նոր սահմանադրություն, այլ սահմանադրական բարեփոխումների նախագիծ։ Եվ օրենքն ինչ է ասում, օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետը։ Նախ այնտեղ նշում է, որ սա ժողովրդավարության երաշխավոր դրույթն է։ Կուսակցություններից ստացած հանրագրերը, պետական կառույցները եւ տեղական ինքնակառավարման կառույցները պարտավոր են քննարկել։ Տեսեք, մենք պատասխան ենք ստացել, ուրիշ անգամ ասում են չենք էլ ստացել։ Գնում հետները խոսում ես, ասում ես 3 տվել են, ասում եմ չեմ հիշում։ Արդարադատության նախարարությունը չեմ իմացել, չգիտեմ։ Իսկ հիմա որ փաստերով ճնշեցինք, իրենք ասում են մենք նկատի կունենանք։ Հիմա ես էլ իրենց ասում եմ, դուք պիտի նկատի չունենաք։ Դուք օրենքը պիտի կատարեք, օրենքում գրված է քննարկել։ Վերադառնում եմ Նիկոլին, մեկ ամսվա ընթացքում դու պետք է մեզ պատասխանատուներ, այսինքն վարչական հանցագործություններն են միանում, այս բոլորը։ Բայց սա տիեզերական նշան է տրված մեր ժողովրդին, որ դուք ունեք իշխանություններ, որոնց վերահսկողությամբ իրականանալու են, ի վերջո իրենց վերահսկողությամբ են իրականանում, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշանակվել է ԿՊ-ի պարլամենտական մեծամասնության կողմից։ Դատախազը մյուսները բոլորը դա իրենց կուսակցական վերահսկողությամբ իրականացվող գործ է։ Եվ ստացվում է, որ մենք գիտենալով, որ ընտրությունները նախապատրաստող օրենքը խախտվում է, համենայն դեպս ասում են գնալու ենք ընտրության։ Մենք ես նկատի չունեմ ԱԻՄ-ը, մեր հանրությունը։ Դրա համար մենք այս նախազգուշական քայլերը կատարելուց հետո կրկնում եմ, ողջունում եմ, որ այդ երկու քաղաքական ուժերը միացան եւ շրջանառության մեջ դրվեց նախագիծ, որը երևի այսօր երեկոյան ամենաուշը վաղը կհնչեցվի, որովհետեւ իմաստը հետեւյալն է. բոլոր քաղաքական ուժերը ընդհանուր են մի հարցում, ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Բոլորը ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց ուզում են, որ իբր արդար ընտրություններով նա հեռանա։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը այնպեսի արարք է թույլ տվել, որ նա իրավունք չունի մասնակցելու ընտրություններին։ Երբ ինձ սա տարբեր կողմերից ասացին եւ նախագիծ տվեցին, նախագիծը հրապարակված է իմ էջում, ես հասկացա, որ մեր արած գործը շատ լավ զարգացում է ստանում։ Եվ այն բոլոր քաղաքական ուժերը, որ մտածում են, օրինակ Նիկոլը կգրանցի,
ուժեղ Հայաստան կուսակցությունը թույլ կտա որ մասնակցի։ Երրորդը մտածում է, այսինչ օլիգարխի վրա քրեական գործեր կային, այդ պայմաններում նա կարողանա, այսինքն տարբեր այդպես կասկածներ, մտահոգություններ, վախեր եւ բոլորը հիմքեր ունեն։ Հիմքերի հիմքն էլ հիմա ապացուցված է եւ այդ բոլոր ուժերը հանկարծ սկսեցին գիտակցել։ Իհարկե ոչ բոլորը, ինձ հետ կապված ուժերը, ովքեր որ ինձ հետ խոսում են այդ թեմաներով, ասում են որ բայց իսկապես ինչ իրավունք ունի մեկը որ խախտում է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը եւ անառարկելի։ Պատկերացրեք, մենք դատախազությանը տվել ենք հաղորդում, որ պիտի դու գործ հարուցես, պարտավոր ես։ Դատախազությունը առաջ ասում էր փաստեր չկան, հիմա չի կարող ասել փաստեր չկա, չի կարողանում, բայց ինքը ժամկետ ունի։ Այսինքն դատախազությունը արդեն դարձել է հովանավորը։ Դրա համար մենք ամեն ինչ ցանկախ գնալու ենք, քաղաքապետարանի իրազեկված է, ինչպես ասում են ժողովրդական լեզվում, բողոքի ցույցի հարավակի թույլտվություն ունենք, ճիշտ է գրել ենք 100-ից 1000 հոգի, բայց կարող է 100,000 լինել, այդ ոչ ոք չի կարող դա ինքնաբուխ հարավակի կարող է վերածվել։ Ժամը 5-ին, 5 շաբթի օրը ժամը 5-ին լինելու են կառավարության դիմաց եւ ամեն ոք ով հիմա լսեց մեզ, ձեզ եւ ինձ, նա պիտի մտածի Հայաստանը ընտրությունների է գնում ընտրախախտների, օրինախախտների վերահսկողությամբ։ Եթե ես առողջ բանականության տեր մարդ եմ, ոչ թե պիտի սպասեմ ընտրություններից հետո ասեմ, այսպեսի խախտումներ եղել, այլ այսօր պիտի գնամ ասեմ, բայց դու իրավունք ունես, թող գործը հարուցվեր, քննեին, տեսնեին, հիմնավոր է թե ոչ։ Կարող է ես սխալվում եմ, չէ՞։ Կարող է ինքը իրականում հանցագործություն չի կատարել, բայց սա կամայականություն է։ Սա շատ խորն է եւ մանրամասն ավելի խոսել չեմ կարող։ Ամեն մարդ անկախ նրանից նաեւ թե իր կուսակցությունը մարդիկ կան որ ծախված են, ընդդիմադիր են խաղում, բայց իրենք ներքին պայմանավորվածություններ ունեն։ Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Այդ պայմանավորվածությունները կարող են վերաբերել սրան։ Ին վրա քրեական գործ կա, այդ գործը փակիր, ես խելոք կմնամ։ Ին վրա քրեական գործ կա, այդ գործին ընթացք մի տուր, ոչ թե փակիր, ես խելոք կմնամ։ Դու ուզում ես ինձնից 200 միլիոն դոլարի ունեցվածք վերցնել, արի պայմանավորվենք 100-ը վերցրու, ես քո խաղը կխաղամ։ 1000 ու մի բան կա։ Դրա համար քաղաքացիները հիշելով որ իրենք են ի վերջո երկրի տերը, կարող են ամեն ինչ մի կողմ դնել կամ դիմել իրենց կուսակցություններին, որոնք որ հավաքվում ասեն, ինչի՞ չեք միանում բողոքի ցույցին։ Դուք էլ գնացեք, Հայրիկյանը չի ասում ես դառնամ վարչապետ այդ ցույցի արդյունքում։ Դուք ուզում եք դառնալ վարչապետ, падգամավոր։ Այմը ասում եմ ես դա պետք չի։ Մեր հայրենիքը այս ընտրություններով չի սկսել։ Երբ ԱԻՄ-ը պայքարում էր, որ մենք միջազգային իրավունքի ենթակա դառնանք, աթոռի մասին ընդհանրապես խոսք չկար։ Կար աթոռի մասին խոսք, ներողություն, դա բանտային աթոռներն էր։ Ու այնպես որ դուք ուրախ եմ, շնորհակալ եմ, որ դա նկատել եք, կարող է շատ լուրջ բան փոխվել, որովհետև մենք պիտի մեզ նախ եւ առաջ մեզ ասենք, որ օրինախախտի իրավունք չունի լինելու մեր ղեկավարը, աշխարհին էլ ցույց տանք, որ մենք սրան չենք վստահում, ինչպես հունգարացիները ի վերջո ցույց տվեցին, որ Ուրբանը իրենց հետ կապ չունի։ Նա, չգիտեմ, որ թվից երևի եղել է KGB-ի գործակալ։ Պարոն Հայրիկյան, այս շաբաթ մի կարևոր իրադարձություն է տեղի ունենալու ազգային միացյալ կուսակցության 60-ամյակը եւ դուք պիտի ասեմ, որ 58 տարի գլխավորել եք այդ կառույցը եւ այն էլ Սա որքան զարմանալի է 19 տարեկան հասակից, ինչպես է դա եղել, որ նման փաստորեն պատանուն վստահել են նման Շատ շնորհակալ եմ, դուք իսկապես շատ կարևոր բանի մասն եք ասում, եթե Հայաստանը հայկական անկախ պետություն լիներ, որի մասին բարբաջում է Նիկոլ կոչվածը, ապա նրանք չէին կարող դրա կողքով անցնել։ Այո, ապրիլի 24-ը ոչ միայն մեր ցեղասպանության օրն է, այլ 1966 թվականից դարձել է ազգային միացյալ կուսակցության, այսինքն ցեղասպանության հետևանքները վերացնելու ուղղությամբ պայքարող կազմակերպության օրն է ապրիլի 24-ը։ Պիտի ես խոնարհումս փոխանցեմ մեր երջանկահիշատակ առաջնորդներին, նկարիչ Հայկազ Խաչատրյան, նաև սպայեր ինքը 66 թվականին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը իրար հետ ծանոթանում են Կոմիտասի Շիրիմի մոտ։ Այդ օրը նրանք կալանավորվում են, մեծ խումբ է կալանավորվում։ Մտավորականներ, որ եկել էին այն ժամանակ Եղեռնի հուշարձանը չկար, չնայած Զարոբյանը կարևորագույն քայլն արել էր իրենից կախված, նախ կարողացել էր Խրուշչովին համոզել, որ ցեղասպանության թանգարան է պետք։ Հետո արդեն երբ Խրուշչովին տեղափոխում էին, վերջերս մի լավ հրապարակում կար, Զարոբյանը հասցնում է հիմքերը դնել։ Այնպես որ մենք
Պիտի Զարոբյանին արժանին մատուցենք։ Ինքը ոչ միայն այնպես արեց, որ 65 թվականի մեծ ցույցի ընթացքում մարդկանց ընդվզումների համար որևէ մեկը չդատվի, ոչ ոք չդատվեց։ Պատկերացնում եք, սովետական միության մեջ բացառիկ ցույցերից մեկ 80,000 մարդ փողոց է դուրս գալիս, լինում են նաև բռնարարքներ, բայց ոչ մեկը չի դատվում, դա Զարոբյանի ջանքներ ինչևէ։ Ուրեմն նրանք 66 թվականի ապրիլի 24-ին կալանավորվում են եւ դրանից հետո այդ օրը համարվում է նաեւ ազգային միացյալ կուսակցության օրը։ Դա տեղի է ունեցել 1966 թվականին։ Աննախադեպ մի բան էր, տարբեր կազմակերպություններ տարբեր ազգեր ունեցել են, բայց դա աննախադեպ էր նրանով, որ ինչպես գրեց Լյուդմիլա Ալեքսեևան, մեծագույն դիսիդենտագետը, այլախոհագետը, իր գրքում գրում է հսկայական գրք է այլախոհության պատմությունը գիրքը, այնտեղ ասում է, որ Հայաստանը միակ վարչական միավորն էր, որտեղ գործում էր, մշտապես գործում էր ազգային միացյալ կուսակցությունը։ KGB-ն որքան էլ որ ճիքեր գործադրեց, չկարողացավ։ Գիտեք Սովետում ինչպես էր, խումբը գտնում էին, կալանավորում, վերջանում էր։ Ես հիմա դուք որ ասում եք, զարմանում եք 19 տարեկանում, երբ մարդ բավական տարիքով է դառնում, ինքն էլ սկսում է վերլուծել, ես հասկանում եմ, որ գիտեք 19 տարեկանի համար իսկապես շատ էր։ Նախ կազմակերպել երթման միջոցառում, այն ժամանակ մենք երթում ընդունում ենք, հետո երթումը ԱԻՄ-ից ԱՄԿ-ից վերացավ, որովհետև խոսքը պիտի խոսք լինի։ Ամեն դեպքում կար ԱՄԿ-ի երթումը, երկրի վրա երկնի մի կտոր աստվածային մի հզոր երթում էր։ Ուրեմն Ծիծեռնակաբերդում երթվյալների ընդունումը։ Նախ պատմությունն ասեմ, կարճ, ամփոփ։ Նրանք ստեղծում են ազգային միացյալ կուսակցությունը, մի տարի հետո գրում են կանոնադրություն, ծրագիր կանոնադրություն անկախության մասին, անկախություն ամեն գնով, հետո հրատարակում են Փարոս անունով թերթ, միայն մի համար է լույս տեսնում, եւ Փարոս անունով թռուցիկներ։ Իրենց, ես իրենց հետ կապի մեջ մտա, ավելի ճիշտ իրենք ինձ գտան իմ առաջին կալանավորումից հետո, երբ ես խումբ ունեի ընդհատակյա 16 տարեկանում էի ստեղծել, կոչվում էր Հայկական երիտասարդական միություն։ Այդ խումբը որ բացահայտվեց, ամբողջական չբացահայտվեց, բայց լուրը տարածվեց։ Եվ այդ լուրը հասել էր ազգային միացյալ կուսակցության հիմնադիրներից այսօրվա մեր Շանթ Հարությունյանի հայրիկին, Շահեն Հարությունյանին։ Նա եկավ ինձ գտավ մեր հեմի անդամներից մեկի միջոցով եւ մենք դարձանք ազգային միացյալ կուսակցության անդամ։ Հետո ես տեսա, որ մենք ավելի շատ էինք, 26 հոգյանոց գաղտնի խումբ էր, իսկ այնտեղ մի 10 հոգի էին ընդամենը։ Դե ընդհատակում 10 հոգին մեծ բան է, ասեմ, որ մարդիկ չզարմանան։ Ես դարձա երիտասարդական կառույցների ղեկավարը։ Եվ երբ մեր ղեկավարներին կալանավորեցին, որտեղ բան էր, մեծ երևույթ էր ամբողջ սովետական միության մասշտաբով, տպագիր գաղտնի թերթ, ցինկոգրաֆիկ եղանակով եւ հիմնականում անկախության ուղղված հոդվածներ, խիստ քննադատություններ, սովետական իրավակարգի իրենց որ կալանավորեցին, տարիքով ինձնից մեծ ԱՄԿ-ականները, որ Ստեփան Զատիկյանի խմբում էին, նրանք ասում էին, որ պիտի մենք հիմա խելոք մնանք, լուր նստենք, տեսնենք ինչ կլինի։ Բայց ես ասում եմ ինչպես։ Ես չգիտեմ որտեղից էր դա գալիս, բայց դա իմը չէր, պարզ է, որ 18 տարեկան տղան չէր կարող այդ բոլորը կռահել։ Ու այնպես պատահեց, որ ես փաստացի դարձա ազգային միացյալ կուսակցության ղեկավարը, այսպեսի սկզբունք որդեգրեցինք ամեն կալանավորվածի փոխարեն 10 հոգի ենք բերում, բայց մենք բերեցինք 20 հոգի ամեն կալանավորվածի փոխարեն, հրատարակեցինք ցասում թռուցիկները, դրանից առաջ կազմակերպել էինք Ծիծեռնակաբերդում ռադիոհաղորդում, այն ժամանակվա համար տեխնիկական մեծագույն նորամուծություն էր, սեփական ուժեղարար, Զանգվի ձորից լարերը գիշերով հաստրել էինք այն հրապարակը, որ կա, եւ այնտեղ բարձր ձայնով ժամ 8-ին հնչեց մեր խոսքը այն բանի մասին, որ պետք է պայքարել պետականության վերականգնման համար, որպեսզի նոր ցեղասպանություններ չլինեն։ Ու հետո երկունք թերթը Մահ կամ ազատություն նշանաբանով եւ Մահ կամ ազատ Հայաստան։ Իդեպ ասեմ, որ մենք մեզ մենակ չէինք զգում։ Մեր մտավորականը օրինակ Սուրեն Այվազյանի ճակատագիրն հայոց գրքից էր վերցված այդ կարգախոսը Մահ կամ ազատ Հայաստան։ Այդպես դա ազգային միացյալ կուսակցությունը, այսինքն ես 19 տարեկանում փաստորեն նպաստեցի նրան, որ ղեկավարների կալանավորումից հետո կազմակերպությունը չսպառվի։ Հետո գործերը շարունակեցինք, մեզ էլ կալանավորեցին եւ արդեն բանտում ես զգացի, որ մեր այդ գործը շարունակելը դառնում է պատմական, այսինքն չվախենալ, չընկրկել։ 73 թվականին ազգային միացյալ կուսակցությունը ունեցավ նոր կազմ, նոր խորհուրդ, ես ստացա Հայկաց Խաչատրյանից օրհնություն, անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագրի համար։ Ինքը ինքնորոշումից վախենում էր, որովհետև բռնության պայմաններում գտնվող քաղաքացին կարող էր նաև սխալ քվեարկել։
բայց օրհնեցի։ Ինձ տեղի ունեցավ խորհրդի ընտրություն եւ ես 73 թվականին արդեն ԱՄԿ-ի ընտրված ղեկավարն էի։ Եթե 68 թվականից փաստացի, ես հիմա որ վերլուծում եմ, դուք ասում եք, ես հասկանում եմ, որ ես այնքան խորն էի դա ապրում։ Օրինակ ԿԳԲ-ի բանտում գրած հայ ենք մենք երգը, որ շատ տարածված է։ Հայ ենք մենք, հայ։ Լինենք զինվոր, երկրին պաշտպան, այսինքն զինվոր լինելու գաղափարը 20 տարեկան չեղած հասկանում ես, կամ կրկին ոտքի երգը 21 տարեկան հասակում եմ գրել։ Հիշում եք երևի կրկին ոտքի հայորդիներ։ Մյուս, ասենք, այդ երգերը ցույց են տալիս, կարծեք մեկ այլ վկայություն լինեն։ Մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Այսպես հսկայական շարք է։ Հատկապես շատ մարդիկ ծանոթ են 74 թվականին ԿԳԲ-ի բանտում գրած «Դե եկեք եղբայրներ, մենք միանանք, միասնությամբ ենք անպարտ մենք, հայրենյաց սուրբ սիրով», տեսեք, սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանն ազատենք, դա ճակատագրով տրված բան էր, եւ այսօր էլ էս բացարձակ ժողովրդավարության գաղափարը նույնպես ես համարում եմ ճակատագրով տրված մի բան։ Եթե մենք կարգին պետություն ունենայինք, ոչ միայն կնշվեր սա պետական ամենաբարձր մակարդակով, այլ բոլոր դեսպանները կհրավիրվեին, կասեին, տեսեք, սովետական միության բոլոր ազգերը ազգային միացյալ կուսակցության շուքի տակ, նրա ազդեցության տակ համախմբվել են հայկական կազմակերպության մեջ եւ հետո ստեղծվել է կոորդինացիոն կենտրոն։ Պատկերացնում եք, ոչ մի հայ ուկրաինական կազմակերպության անդամ չի դարձել, բայց ուկրաինացիները մոտ 50 հոգի դարձել են հայկական կազմակերպության անդամ, մեկը մյուսից գիգանտ դեմքեր։ Իհարկե այդ մեզ միանալու նախաձեռնությունը սկսեց ուկրաինացիներից, բանաստեղծ Վասիլ Ստուս, ով բանտում մահացավ, մեր լավ ընկերներ, Չեռնովիլ, Իրինա Կալինեց, լիտվացիներ, լատիշներ, մոլդավներ, այսինքն մենք ազգային միացյալ կուսակցությունը ստրատեգիական նշանակություն ունեցավ Չարի կայսրության փլուզման գործում, բայց դեմոկրատական ճանապարհով, ոչ ատելությամբ, այլ սիրով։ Ու այսօր մեր պետությունը, այսինքն հանրային հեռուստաընկերություն կա, դե տականքների խումբը, դրանց ղեկավարները բոլոր տականք են, անգամ այս երևույթի կողքից անցնում են, այնտեղ Հակոբյանը, թե դրանց խորհրդի նախագահը կամ Հակոբյան, Տիգրան հետները խոսել են, բացադրել, շատ սիրով խոսում լսում են, բայց հետին տականքի նման ազգային պետականության վերականգնման հաջողված միակ գործ, մեր պատմության միակ դեպքն է, որ եղել է քաղաքական կառույց, որը հասել է, ժողովրդին հասցրել է այդ նպատակին։ Ու մատնում են անտարբերության, ես շնորհակալ եմ, որ դուք դա հիշեցիք, իմ էլ պարտքն է։ Ես երևի այնուամենայնիվ ապրիլի 24-ին ձեզ էլ հրավիրում եմ մի միջոցառում կազմակերպեմ, թող լինի փոքրիկ, բայց անպայման պիտի կազմակերպենք, որովհետև եթե մեր թշնամիները կամենում են, որ մեր ազգային ներդրումները առողջ արժանապատվություն տվող երևույթները մեռանան, ու մենք նրանց խաղը չենք խաղալու։ Շնորհակալություն, որ հարցրեք դրա մասին։ Այո, դե մեծ հաճույքով, պարոն Այրիկյան, վերադառնանք մեր ընտրություններին, դուք իսկ բանի հայտարարել եք, որ չեք մասնակցելու այս ընտրություններին, որտեղ դա ձեզ համար կարևոր չէ։ Միգուցե այստեղ նույնպես փորձեք որոշ փակագծեր բացել։ Քիչ առաջ այսպես Դրուցիկ ասեցիք։ Այո, քիչ առաջ ասացի, որ մեզ համար մեր պատմությունը այս ընտրություններով չի սկսում եւ սրանցով էլ չի ավարտվելու։ Մենք միշտ հետամուտ ենք եղել ռազմավարական նշանակության նպատակների, այսինքն երևույթների, որոնց մասին, տեսեք, օրինակ այս ընտրությունների հետ կապված քանի քաղաքական ուժեր ասպարեզիչան նոր ձևավորվեցին։ Ես ամաչում եմ։ Այսինքն այդ աթոռի հոտը առնում եք, նոր հիշում եք, որ ազգային խնդիրներ կան, ամոթ է։ Այսինքն եթե աթոռ կամ քեզ նեղացնում են, դրա համար կուսակցություն են ստեղծում, ամոթ է։ Օրինակ վերցրեք։ Ինձ ոչ ոք, ես պոլիտեխնիկում սովորում էի, ընտանիքս շատ սիրված, հարգված ընկերներ, շրջապատ, ծնողներիս հայրիկիս մանավանդ ընկերական շրջապատ, բայց այդ բոլորը մի կողմ, կար հայրենիք։ Այսինքն դուք ձեզ համար ապրում եք, ձեր քեֆին ֆրֆռում եք, ձեր քեֆին փող եք աշխատում, լավ եք անում, որտեղ աշխատատեղեր եք ստեղծում, բայց հետո գալիս է պահը մեկ էլ ասում եք, ես չեմ ուզում նախընտրական այս փուլում որևէ մեկի դեմ խոսել, բայց քիչ առաջ հիշում եք ասացի, միայն շատ կարևոր բաների մասին։ Հայրենիքը այսօր չի սկսում։ Եթե դուք հայրենիքով զբաղված եք, այն 16 քաղաքական ուժերի նման 17-րդը ասում է նաև առաջնահերթություն է համարում, դրա համար նա էլի մնում է առանձին մյուսներից։ Կգայիք կասեիք, մեր անկախության պայքարի առաջնորդ, միակ հաջողակ քաղաքական գործիչը, որ ծրագրեր է մշակել եւ տեսել է ծրագրերի իրականացումը, մենք ի վերջո միջազգային իրավունքի ենթակա ենք դարձել։ Ինչ որ ծրագիր ես մշակում ազգի համար, այդ ինչ բան է։
ու միասին կաշխատեինք։ Կամ վաղը չեմ իսօր թող գան, հասկացանք այդ ընտրությամբ չի սկսվում կյանքը, ընտրությամբ էլ չի ավարտվելու, բայց ընտրությունը իսկական ընտրությունը եթե լինի, դա կնշանակի նկատի ունեմ բացարձակ ժողովրդավարության կանոններով, դա կնշանակի քաղաքացուն դարձնել երկրի իրական տերը։ Իսկ մեր խնդիրների խնդիրը քաղաքացուն երկրի իրական տերը դարձնելն է, որովհետև ցանկացած մարդ գիտի, ասել եմ եւ սա այս օրինակը պետք է հաճախակի բերել, ով որ որպես կենվոր է ապրում որևէ տան մեջ, նա այդ տան նկատմամբ անտարբեր է։ Ով որ որպես տեր է ապրում, գիտի, որ ինքը իրավական տեսակետից տեր է, նա վերաբերմունք ուրիշ է, մտածում է բարեկարգելու, հզորացնելու, գեղեցկացնելու մասին։ Ի վերջո մի այսպիսի բան կա։ Մենք եղել ենք հայ իրականության մեջ, գիտեք, ես նկատի չունեմ անպայման այն մարդկանց, որ այսօր այիմում են, այլ այիմը որպես երևույթ, ազգային միացյալ հոգևորի կողմնակիցը։ Կյանքը ունի հոգևոր եւ նյութական կողմեր։ Եթե ուշադրություն դարձնեք այսօրվա քարոզարշավին կտեսնեք, որ ամեն ինչ նյութականի մասին է, 99% ավելի ճիշտ։ Մինչդեռ կյանքում առաջընթաց ապրում են նրանք, ովքեր որ ի վիճակի են տեսնել հոգևորը։ Իսկ հոգևորի ածանցյալներն են մտավորը եւ իրավականը։ Մենք այս օրերին շեշտադրում ենք կատարում իրավական ոլորտի վրա եւ ուզում ենք, որ Հայաստանի քաղաքացին իսկապես այդ որ սահմանադրության մեջ գրված է, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Դա պիտի մաթեմատիկական ճշգրտությամբ ներկայացվի։ Մեզ հաջողվել է դա անել։ Լավ, երբ որ Հայաստանը ֆուտբոլի հարցում առաջ է գնում, ուրախանում ենք, չէ՞։ Ծանրամարտում առաջին տեղն է գրավում, ուրախանում ենք։ Բայց աշխարհի բարձրագույն արժեքը ժողովրդավարությունն է։ Հայեր, ձեզ բախտ է տրվել ունենալ երկնքից է սա տրված։ Ես ով եմ, որ հասկանայի այդ բաները։ Մանավանդ փաստեր ունեմ, գրել եմ, որ հնարավոր չի երկու կարևորագույն հարցերի մասին։ Մեկը ցավոք սրտի հնարավոր չէ 100%-անոց ներկայացուցչական մարմին ունենալ։ Ու հետո գտել եմ, որովհետև ինձ հարկ է համարել ինչ որ հրեշտակները, լավ այդպես ասեմ, տվել են։ Հիմա հայերս չենք ուզում ամենակարևոր հարցում լինել առաջին տեղում։ Ես գտել եմ մի բան, ես մի անգամ եղել եմ այդ դերում, Հայաստանը մի անգամ այդ դիրքերում եղել է։ 89 թվականին ստեղծվում էր կոորդինացիոն կենտրոն եւ Հայաստանի ներկայացուցիչներին էին ընտրում սովետական միության բոլոր ազգերի կոորդինացիոն շարժման համակարգիչ կենտրոնի ղեկավար։ Դա արդեն Հայաստանի առաջընթացն էր, Հայաստանը առաջին տեղում էր։ Այն ժամանակ Բուրբուլիսը, Ելցինի օգնականը, տարբեր падգամավորներ, Լիտվայից падգամավորներ, Լատվիայից արդեն 90 թվականին Պրագայում, Հավելը, այդ բոլորին Ամերիկայի սենատորներ, կոնգրեսմեններ վերաբերում էին որպես ընդհանուր կոմունիստական կայսրության առաջատարի։ Հիմա մենք կարող ենք հայտնվել աշխարհում ժողովրդավարություն քայլ անողի մեջ։ Այս մարդիկ չեն ի վիճակի չեն պատկերացնել։ Հիշողություն էլ չունեն, որ հիշեն։ Ախր էս այն Հայրիկյանն է, որ ժամանակին ասում էր անկախություն, մենք էլ ասում ենք գժություն, արեք գոռանք Լենին պարտիա Գորբաչով։ Ազնիվներ կան, որ դա հիշում են։ Բայց ախր իմ ուզած հո ինձ համար չի, մեր հայրենիքի համար է, Հայաստանի համար է եւ աստվածահաճո գործ է, որովհետեւ ես այն շարքը որ բերեցի, դրախտավայր, նոյանտապան, քրիստոնեության առաջին ընդունում, այսօրվա քրիստոնեական քաղաքակրթության բարձրագույն քայլը կատարելու քայլը։ Սա տիեզերական քայլ է եւ մարդիկ պետք է ընդառաջեն ինձ, եթե սիրում են իրենց զավակներին։ Եվ պարոն Հայրիկյան, շնորհակալ եմ, ինչպես միշտ շատ հետաքրքիր փաստեր բերեցիք։ Ես եմ շնորհակալ։ Ես միայն մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ մենք այսօր Փակ TV-ի տաղավարում հերթական անգամ հյուրընկալել էինք մեր իսկապես պետական, այսպես հանրահայտ գործիչ Պարույր Հայրիկյանին, ում հետ իսկապես միշտ հետաքրքիր է զրուցելը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է լուրջ հետևություններ անենք ամեն անգամ, երբ մեր տաղավար է գալիս Պարոն Հայրիկյանը։ Այսօր այսքանը, ցտեսություն։